ապահովել, մենք մշտապես ասել ենք, որ ընտրակաշառքը տեղ չունի եւ չպետք է ունենա Հայաստանի Հանրապետությունում այլևս, որ դա Հայաստանի Հանրապետության դեմ է իբն է եւ բնականաբար սա ընտրակաշառքի դեմ է, այսինքն եթե ընդդիմադիրները մտածում են կամ մեկնաբանում են, որ ընտրակաշառքը արգելելը ճնշում է իրենց դեմ, ապա իրենք իրենց նույնացնում են ընտրակաշառքի հետ, ես համաձայն եմ իդեպ դրանում, որովհետև իրենք եւ ընտրակաշառքը գենետիկորեն նույնական են քաղաքական գենետիկության տեսանկյունից, հետեւաբար քաղաքական գնահատականն է նա, որ դա ճնշում է ընտրակաշառքի դեմ, եթե իրանք համարում են, որ դա ճնշում է նաեւ իրենց դեմ, դա իրենց խնդիրն է, բայց ընտրությունների թափանցիկության, մրցակցայնության, արդարության տեսանկյունից որևէ ճնշման մասին խոսք չկա, ժողովուրդ ջան, դուք ինքներդ տեսնում եք Գյումրիում քարոզարշավի ժամանակ ով ինչ հասցնես խոսում է, ով իր լափառոշ բերանը միջև որտեղ ասես բացում է, անցնում որ բաներ սահմանները քաղաքական մրցակիցների նկատմամբ եւ ճնշումների միջավայրը այդպեսին չի լինում։ Այլ մարդիկ հարցեր կան։ Չէ, որովհետեւ մենակ ձեր հետ չեմ հարցազրույց անում։ Խնդրեմ։ Դու մենակ դուք չեք մոտեցել, էլի մարդիկ կան։ Համեցեք։ Դուք որ ասում եք լափառոշ բերանների միջև որտեղ բացում են, հա։ Լափառոշ բերանը։ Հա, դա քաղաքակիրթ է, ձեզ քաղաքական։ Տեսեք, ես ձեզ ասեմ, դա 10 անգամ ավելի ցածր նշաձողով արտահայտչան միջոց է ի համեմատություն հենց այն մարդկանց, ովքեր որ եթե դուք լսել եք, մարդիկ նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ են ասում, այսինքն լափառոշ բերանը ինքը չի համարվում ոչ նորմատիվային եզրույթ, բայց դա ուղղված է այն մարդկանց հատկապես, ովքեր օգտագործում են ոչ նորմատիվային բառապաշար, հայհոյանք եւ այսինքն ես նույնիսկ ասիմետրիկ, անհամաչափ, բարևարք բառապաշար եմ օգտագործում այդ մարդկանց։ Դուրսպրծուկն էլ է բարևարք բառապաշար։ Երբ որ դուրսպրծուկը վերաբերվում է մարդկանց, ովքեր որ իրենք դրանից ավելի խիստ տոնայնության բառեր են օգտագործում, ապա այո, որովհետև դուրսպրծուկը եւս չի հանդիսանում ոչ նորմատիվային բառ։ Իսկ երեք նախագահներին ողնակող կանեն պատերին։ Գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, ես ամբողջությամբ կիսում եմ վարչապետի ամեն ասած տառ, որ երեք ասել է։ Դուք ուղղակի պետք է ուշադրություն դարձնեք երեք նախագահների գրասենյակների, երեք նախագահների քաղաքական համախոհների, երեք նախագահների զավակների, բաժանաղների եւ մնացած բոլոր փոխկապակցված անձանց բառապաշարները ուղված առ վարչապետ եւ ուղված մեր քաղաքական թիմին եւ հետո նոր դիտարկեք վարչապետի ասածը, որպես նաև արձագանք է ամեն ինչին։ Ինչ որ վարչապետ է, ընդդիմադիր չէ։ Ինչ որ վարչապետն ասել է ճիշտ եւ ի վերջո, եթե իրենք այդքան քաղաքական խիզախություն ունեն, թող գնա բանավեճին մասնակցեն։ Շնորհակալություն ժողովուրդ ջան։